Ողջույն սիրելիներս, այսօր ուզում եմ պատրաստել էսկիմո, երկար տարիներ պատրաստել եմ այս բաղադրատոմսով, ես հուսով եմ, որ ձեզ էլ դուր կգա, եթե դուք պատրաստեք, քիչ հետո կմիանանք ու կասեմ, թե ինչ է հարկավոր։ Սիրելիներս, բիսկվիթի համար մեզ անհրաժեշտ է շաքարավազ, կակաո, ալյուր, կաթ, թթվասեր, սոդա, վանիլին և հավկիթ։ Իդեպ մոռացել է ասել, որ հարկավոր է նաև կարագ և գումարած բարձր տրամադրություն, որպեսզի հաջողված լինի։ Այժմ դեղնուցները առանձնացնում ենք սպիտակուցներից, սպիտակուցը հարում ենք շաքարավազի հետ։ Մեր բեզեն արդեն պատրաստ է։ Հիմա մենք բեզեն հանում ենք տարայից, ավելացնում ենք դեղնուցը, շաքարավազը և հարում ենք։ Դեղնուցները մնացած շաքարավազի հետ հարեցինք։ Հիմա ավելացնելու ենք կարագը։ Այժմ խառնում ենք, որ շաքարավազը հատակին նստած չլինի։ Այժմ թթվասերը, կաթը և սոդան ավելացնում ենք և հարում։ Այժմ ավելացնում ենք վանիլին, ալյուր, կակաո, Սիրելիներս, կակաոյի և ալյուրի գրամները ես կասեմ վերջում, կգրենք վերջում։ Իդեպ սիրելիներս, նայեք խմորի խտությունը։ Հիմա մենք քիչ-քիչ սպիտակուցային բեզե զանգվածը ավելացնելու ենք կակաոյով զանգվածին։ Հիմա ավելացնում ենք քիչ-քիչ։ Ներքևից վերև խառնում ենք այսպես։ Ավելացնում ենք։ Կարող ենք հարել նաև սրանով։ Սիրելիներս, նայեք խմորի խտությունը ինչպեսին պետք է լինի։ Իդեպ
Եկեք մենք լցրեցինք 28 սանտիմանոց ամանի մեջ, տակը յուղաթուղթ կա։ Հիմա մենք այս չոփիկով օթերը կհանենք միջից։ Այժմ պատրաստ է, ուղարկում ենք ջեռոց 180 աստիճան։ Վերջում կասեմ քանի րոպեում պատրաստվեց, որտեղ տարբեր ջեռոցներ տարբեր ջերմաստիճանների տակ են պատրաստվում։ Էսկիմոյի կրեմի համար մեզ անհրաժեշտ է կարագ, շաքարավազ, կաթ, վանիլին, ձվի դեղնուց, կրախմալ։ Իդեպ ասեմ, որ ես օգտագործում եմ եգիպտացորենի օսլա եւ ալյուր, խառնում եմ իրար, բայց դուք կարող եք կամ ալյուր օգտագործել, կամ եգիպտացորենի օսլա, կամ ինձ նման խառնել։ Ես հիմա կավելացնեմ կամած կաթը, որպեսզի գնդիկներ չառաջանա եւ կտանենք գազօջախին եփելու։ Արդեն պատրաստ է, եփեցինք այնքան, մինչև պնդացավ, հիմա վերցնում ենք գազօջախի վրայից, մի փոքր կսառենք, ավելացնենք կարագին եւ կհարենք։ Հիմա կարագը լավ հարում ենք կրեմի համար, հետո կավելացնենք եփածը սառելուց հետո։ Կարագը լավ հարել ենք, հիմա ավելացնում ենք կարագին եփած գոլացած մեր թանձրուկը։ Այժմ մեր կրեմը ամբողջությամբ պատրաստ է։ Այժմ ավելացնում ենք կրեմը։ Հարթեցրեցինք, հիմա ուղարկում ենք սառնարան, վերջում վրան կավելացնենք ջնարակ։ Հիմա ես ավելացնում եմ ջնարակը, տեսանյութի վերջում կլինի բաղադրատոմսը ջնարակի։ Այժմ կկտրենք եւ կտեսնենք, թե ինչպես է ստացվել։ Խնդրեմ։